Տղեկ ոնց եք, տղեկ։ Հավեք, ցավը տամ։ Այնտո ջերոնք տենան։ Ինչ կաս պատրաստել։ Maşini tanıkın dedi tat. Ha? Maşini var. Եկան ոտով։ Ոտով չիրեն։ Դրա զորը դրա։ Դու պես գատ։ Հակաստը։ Վերևից բան է եկել, բայց տակից լավ չի տա, էլի, տակից լավ չի տա։ Հակառակորդի պատրաստած հերթական դարաններից մեկն է այստեղ, թակարդներից մեկը ականներ է մեծ տեղադրված եղել, որպեսզի կարողանան վնասել այստեղով անցնող մեր մեքենաները, բարեբախտաբար հենց հրամանատարն է անցել ու չի հաջողվել հակառակորդին վնասել մեր մեքենային, մեր հրամանատարին, երկու կողմից այս ծառը, տեսնում եք, եւ այս արդեն հրամանտա դարձել երկու կողմից պայթել է ականը, բայց չի վնասվել մեքենան եւ ամեն ինչ բարի հաջող է վերջացել։ Ահա թե որտեղից է գալիս հակառակորդը, Շահումյանի շրջանն է մեր, այս անտառները, այս տարածքը այն մեծ խոսացողների համար ուզում եմ մոտավորապես պատկերացում կազմեք, թե ինչ ահռելի տարածքի մասին է խոսքը եւ ինչ դժվար հսկվող տարածքի մասին է խոսքը։ Այս ամբողջ սարուձորես անտառներով թշնամին փորձում է ներխուժել մեր տարածք։ Իհարկե այն դիմացին է Շահումյանը, գիտեք, մեր տարածքն է, որ ընդամենը ժամանակի հարց է եւ մենք ինչ որ ժամանակ հետո այդ տարածքները կվերադարձնենք այդ հաստատ։ Շան հաճոցը դուրս եկավ մեր զինվորներին։ Մեր ստորաբաժանումներից մեկը խնդրի կատարումից վերադառնալուց հետո շարժվել է տվել ճանապարհով եւ այս հատվածում ենթարկվել է հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբի գրոհի։ Վերջինս նռնակները նետելով նռնակներ, ստեղծելով կրակի մեծ հզորություն, փորձել է ոչնչացնել մեր խումբը, սակայն մեր տղաների հմուտ եւ հերոսաբար գործողությունների շնորհիվ դա նրան չի հաջողվել։ Ասեմ ավելին, մեր ժամկետային զինծառայողները կարողացել են հակառակորդի լավ պատրաստված դիվերսիոն խմբին հասնել այնպիսի կորուստներ, որ հակառակորդը խուճապար նահանջել է։ Եվ այդ նահանջի ընթացքում մեկը պայթել է ականի վրա։ Այնուհետև կազմակերպվել է հետապնդում եւ հասնելով հակառակորդին իր դիրքի մատույցներում կրակով մոտ 300-400 մետր հեռավորությունից ոչնչացվել է խմբի մնացած անձնակազմը։ Որ կասեք, այս ճանապարհով են գալուց եղել, հա? Այս ճանապարհով հացին, որտեղ են թաքնված եղել։ Հակառակորդը թաքնված է եղել այս դոշի վրա, Այս թմբից ներքև։ այս թմբից ներքև, այո։ Այստեղ թաքնված է եղել հակառակորդ։ Որզա։ Հեսա, ինչպես տեսնում եք, սա ըստ երևույթին մեր տղաների կրակածն է։ Այո, մեր տղաների Հա։ կրակածն է։ Երևում է, որտեղ այս կողմից է կրակած։ Հենա մյուս ծառի վրա։ Երևում է, որ ստեղ ուժեղ մարդ է գնացել։ Ուրեմն ստեղ թաքնված եղել մի խումբ։ Ինչքան գիտեմ, երկու խմբի են բաժանվել։ Մյուս խումբը ավելի ներքև է սպասել, թե վերևում։ Ավելի ներքև կար հետքեր, այսինքն
Ենթադրաբար դա եղել է նրանց քրակողապահող խումբը, որը սպասել է եւ ապահովել է նրանց նահանջը։ Ըստ երևույթին ես նայում եմ, զգում եմ, որ այնտեղ պետքա թաքնված լինեին իրանք, ոստեղից աննկատ լիներ։ Աման տեղել են։ Տեղել են եղել, ստեղել են եղել։ Մեծ քանակությամբ են եղել եւ մեծ քանակությամբ եղել։ լավ լայնքով բացված են եղել։ Դա բացված են եղել փաստը։ Սպասել են մեր խումբը խորացել է եւ կողքից հարված են հասցրել։ Կողքից եւ վերևից։ Այսինքն դիմացից։ Այդտեղ արզերևում է դեռ գրվի հետքերը։ Այստեղ էլ է թաքնված եղել ըստ երևույթին։ Հեսա երևում է մերոնք կրակել են։ Ինչ պետք է լինի։ Ծառի տակ այդ իրանց վիրավորներին որ քաշ են տվել, լավ մեծ քանակությամբ պարում է եղել, էլի։ Երկու ծառի տակ մի ակնթարթ քաշել են Հա, վիրավորներին ու հետո տենց իջեցրեց ողը։ այս իրանց քաշած հետքերն է այստեղ որ գնում։ Հա, Ահա թե որտեղով է բարձացել հակառակորդը, որտեղ է դարանակալել այս խիտ անտառի մեջ։ Հիմնական մարդը արվել է այդ երկու ծառի կողմը եւ այստեղ։ Այն տրոֆիները, որ նկարվել էր, կասկան եւ այլն, հավաքվել է այս ամբողջ տարածքից։ Այստեղից միջև իրենց դիրքերը բավականին հեռու է, այդ տարածքում նրանք թողնելով իրենց զենգզինամթերքը փախուստի են դիմել։ Ուրեմն ուզանգին ասին հակառակորդը այդ տազակադիրուսով գործողությունները անցել գումարտական դիրքում հասանք այս հատվածը ուրեմն մեր խմբով հասցրինք վիրավորնոցը նրանք ավտոյի մեջ տեղափոխենք, հետո շարժվեցինք դրանց հետևից։ Իրանց հետքերով, իրանց առնա հետքերով մնացինք ստեղից մոտ 3 կիլոմետր հեռավորության վրա հանդիպեցինք իրանց, բռնեցրինք։ Ուրեմն սա խումբը կոտորեցինք, ջնջեցինք, շարքից հանեցինք այդ խմբին, լրիվ։ Էլի օգնություն եկան իրանց էլի։ Սա կոտորեցինք, հետո վերադարձանք կամաց մեր վայրը, Ձեր դիրքեր։ մեր դիրքեր։ Վիրավորներին բժիշկները հենց դե տեղում օգնություն են ցուցաբերում։ Հա, տեղում օգնություն ցուցաբերում տարան հասցրին Վարվարին Գերժոնց կյանքը փրկելու համար շուտ Հարկ ասո ես տեսա վիրավորների ինչպիսի ծանր վիրավորներ կար ու զարմանալի է որ ստեղից այսքան հեռու կարողացել են բժիշկները տղաներին ողջ առողջ հասցնել հոսպիտալ, փառք նրանց, փառք։ Փառք, շատ փառք։ Բժիշկները մեր հենց տեղում անհրաժեշտ օգնությունը ցույց են տվել մեր տղաներին, ինչի շնորհիվ որ շատերի կյանքը փրկվել է։ Ուրեմն գտնվում ենք այն դիրքերում, որտեղ որ տեղի ունեցել այդ դեպքերը մի քանի օր առաջ, ամսի 19-ին, եւ զրուցում ենք կրսել սերժանտ Միքայել Աբրահամյանի հետ։ Հիշում եք իմ գրառումը, որ ասում էի հերոսները նաեւ այն տղեկ, ովքեր փրկել են մեր վիրավորներին, ում շնորհիվ վիրավորները այսօր ապաքինվում են։ Կրսել սերժանտը հենց այն ֆելշերն է, ով շատերի կյանքը փրկել է, արդեն ներքևում մեզ պատմեցին նրա մասին, որ նրա շնորհիվ այսօր մեր տղաները ողջ առողջ չեն, բայց հուսով եմ, որ կառողջանան լրիվ, որ այսօր գտնվում են հոսպիտալում եւ բուժվում են։ Շատ ծանր վիրավորներ են եղել եւ նման մասնագետ երիտասարդների շնորհիվ է, որ մեր տղաները այսօր ապրում են։ Կներկայանաս Երկրորդ գումարտակի ստանարանգիչ կրծեր սերժանտ Աբրահամյան անունդ Միքայել։ Միքայել ջան, ինձ պատմել են քո մասին, այսօր կարաս համեստություն չանես, ուզում եմ պատմես իրողությունը ինչ ա եղել, ոնց ա եղել, հնարավորինս մարդիկ որպեսզի իմանան ոնց կարողացաք փրկել մեր տղաներին։ Դե սկզբից գումարտակում էինք, հետո ասեցին, որ դիվերսիա ա եղել, շտապել ենք դեպքի վայր, տենց հետո սկսեցի հերթով մոտիկանալ, ով ողջ էր, ցուցաբերեցի առաջին բժշկական օգնություն,
3 հոգու սկզբից ցավազրկեցինք արյունահոսության դադարեցման, սկորիով ուղարկեցինք հոսպիտալ, մի հոգու շրջեցի երեսի վրա ընկած էր ցեխի մեջ։ Շրջեցի, աչքերը մաքրեցի, աչքերը բացեց, հետո պարզվեց, որ 4-րդն էլ է ողջ, իրավոտը կտրված էր։ Հենց ժգուտ դրինք, արյունահոսությունը դադարեցինք ու միանգամից հաջորդ ավտոյով հոսպիտալացինք։ Գիտեմ, որ ասում են դրական շարժ կա դեպի ապակինումը, դա ամենածանր վիրավորներից մեկն է, մեկը որ գլխից վիրավորվել է ամենածանրն է, դեռ դրական շարժ չկա։ Ինքն էլ ուներ էլի գլխից վիրավորված էր երկու կողմից, ականանետային ռումբը որ պայթել է, երկու հատ գլխից երկու ականային վիրավորում, բեկորային վիրավորում, հենց դե հուսանք, որ կապակինվեն բոլորը լավ կլինեն։ Այ դու քանի տարեկան ես։ 20։ Այս ուրեմն 20 տարեկան, այն որ դուք ասում եք, անփորձ։ Ժողովուրդ ջան, անդադ կրկնելու եմ ես այս ռեպորտաժի մեջ այդ անփորձը։ Չես վիրավորվում, որ այ դու գնացել ես, այսօր կյանքերս փրկի, ասում են 19-20 տարեկաններին անփորձներին սահման են վստահել։ Վիրավորական չի տենց խոսքը։ Դուք այսօր կյանք ես փրկում, որ շատ հոսպիտալներում պրոֆեսորները չեն կարողանում, դու դաշտային ես ցեխի մեջ կարողանում ես կանգնացնել ոտը ամբողջովին ամպուտացված, 3 տեղից ու գլխից էլ վիրավորված մարդուն հասցնել հոսպիտալ։ Հիմա ինձ ասեք, ժողովուրդ ջան, այս 20 տարեկանն է անփորձ, թե այն պրոֆեսորները, որ չեն կարողանում սովորական կույրակով հիվանդին փրկել։ Վիրավորական չի ցավդ տանեմ, ասա։ Դե ես իմ աշխատանքն եմ կատարում, ես իմ գործն եմ անում։ Պետք է չի ինչ են ասում, չէ։ Ինձ տենց չի հետաքրքրում, ով ինչ ուզում ասի, դա արդեն իմ համար երկրորդական է։ Ինձնից կախված է մարդուն օգնություն ցուցաբերելը, մարդու կյանքը փրկելը, ես իմ գիտելիքների չափ, իմ հնարավորությունների չափ իմ գործը կատարում եմ։ Դե ինչ են խոսում, այդ մեկը իմ համար արդեն երկրորդական է։ Ես քո կյանքին ուրբան, որ կյանքեր ես փրկում։ Շնորհակալ եմ ցավդ տան։ Անփորձանք ծառայություն տա Աստված, երբեք կարիքը չլինի քո, այդին է ծառայություն, բայց լինելուց էլ որ կարողանաս էլի շարունակես կյանքեր փրկել։ Շնորհակալություն։ Այս ծառերի վրայի հետքերը դա մեր տղաների ճարակացներն են, որտեվ թշնամին եղել է ծառերի հետևում։ Ահա տեսնում ենք այդ ամբողջ 4 կողմը այդ հետքերն ա ցույց է տալիս, որ տղեկը ինչ կատաղի մարդ են ստեղ անցկացրել։ Ամբողջ տարածքով մեկ էլ երևում է, թե ինչքան շատ են, որ բոլոր ուղղություններով տղեկը կրակել են։ Ընտրեմ, երևում է այստեղ բոլոր թշնամին լավ սփռված է եղել, քանակությունն էլ շատ է եղել, դրա համար տղեկը ստիպված են եղել մի ամբողջ երևի 30-40 մետրի վրա սփռված թշնամու դեմ կռիվ տալ։ Հա տեսնում եք տարածքը շատ վտանգավոր է, երկու կողմից խիտ անտառ է եւ իհարկե նման տարածքում սահմանը անառիկ պահելը ուղղակի հերոսություն է։ Հատուկ տղեկի տրամադրությունը ո՞նց է, որ շատ չի բանարել։ Ընդհանուր տրամադրությունը լավ է։ 93 թվականի այդ պատմությունը որ եղել է շարժում է։ Հակառակորդը այդ թուրքերը։ Շատ վախկոտ ազգ են, էլի։ Դեպքը շատ է եղել, բայց մեր հայերի դուխը, մեր զինվորների դուխը կյանքում չեն ընկել։ Որտեղ տանք առնավախող ազգ են։ Եթե մեր դերքը փորձեն էլի գան, այդ նույն պատմությունը էլի կրկնելու է, ավելի շատ զոհեր են տալիս իրենք։ Մեր զինծառայողների տրամադրությունը շատ բարձր, զոն, համակերպված ու վերահսկում են մեր սահմանները։ Եղած չէ, դեպքա դերել է։ Ես ուզում եմ, որ մարդիկ հասկանան, որ պատերազմը ոչ թե ավարտվել է, այլ ինչ-որ ժամանակով անցել է դանդաղացրած փուլիկ, ավարտվեն ժամանակ, երբ որ համաշխարհային
ճանաչում ձեռք կբերի։ Չնայած մենք արդեն դա հաստատել ենք մեր ուրեմն կամքով, ուժով, որ այս հողը պատկանում է դեռ էլ ունենք հետ բերելու։ Հիմա իրանք են ավելի շատ մտածողը, թե էսի ոնց պահեն։ Այս իվերքան հարցակումները եղել են, թվում է հենց են փաստը, որ ամբողջ խմբից ոչ մեկ իրանց լեզով ասեմ, սաղ սալամատ հետ չի գնացել։ Հենց դա արդեն ախարգելման միջոց է։ Երբեք հետ չի գնալու։ Երբեք հետ չի Չի գնալ։ գնալ, այո։ Ես ձեր ցավն էլ Եթե տանում։ գնալու էլա դիակն են քաշտալով տանող սաղին։ Այս անգամ ասեն դիակը չեն թողել, կպահեն։ Այս անգամ դիակը պահելու է։ Այո։ Հա, այդ է, գիտեք ինչքան միացին հարցի շուրջեն եմ էլ ուզում խոսամ։ Այ ասում են, բա ուրա դիակները չուշ չեն տալի։ Ուրա դիակները չուշ չեն տալի։ Այդ գիտեք ոնց։ Մենք մեզ ասում ենք քրիստոնյա ազգ ենք, չէ՞։ Բայց ոնց որ հիմա բոլորս ասենք, բա ուրա Հիսուսը, թողա մի հատ հետը խոսանք։ Ես ճիշտ է, համեմատությունը մի քիչ կոպիտ է։ Բայց ասենք դուք եք այդ կռվող տղեկ։ Ինչ են ուզում է ժողովուրդը։ Որ դուք կռվելուց հետո մի հատ sense ասենք սելֆի անեք, էլի, հա, այդ։ Ձեր խփած։ Ուզում են մի եր։ Այդ կռվին հոպեին։ Տես ասում են 300-400 մետրի վրա վերացրել եք։ Բա մեկը գնար, այդ դիակների մոտ sense ժպիտով բան նկարվեր, որ ժողովուրդը հավատար։ Ինչքան անհավատ են դարել, իրանց տղեկը ստե կռվում են։ Դա ժամանակի հարցել է պահանջի։ Առաջնային խնդիրը դա է, որպեսզի կարան ստամոն վերացնեն։ Հա, Կարևոր չէ այլած նկարենք ապացուցենք, բա իրաց խմբու ջնջվել է։ այդ եմ ասում, ում պիտի ապացուցենք, ում ունենք ապացուցել, ձեզնից բացի։ Դուք ոչ տեղ եք։ Яшман, դուք ունիք նոր հանդիպ են իմը։ Հանդիպի։ Իրաց մաչ մնացել, արդեն պրկվել է։ Մաղվել է։ Հա։ Ես լսել եմ, որ ադրբեջանցիք 2-3 հազար դոլար են տալի ամեն դիվերսանտին դուրս գալու համար։ Ըստ երևույթին հենց դա էլ դրդում է նրանց այդ գործողություններին։ Այո։ Եվ շատ հստակ տեղեկություն կա, որ իրանք դուրս գալուց առաջ թուղթ են ստորագրում, որում հստակ նշում է, որ իրենք ուրեմն զոհվելու դեպքում, մեր լեզվով ասած սատկելու դեպքում նրանց մասին տեղեկությունը չտարածվի։ Այսինքն իրանք իրավունք են տալիս, որ իրենց մասին չհայտարարվի։ Դուրս գալուց առաջ դա նախապայման է այդ փողով դուրս եկող դիվերսանտների ուրեմն համար։ Եթե դու ուզում ես այդպիսի գումարներ աշխատես, ապա դու պետք է ստորագրես նման թուղթ, որ քո զոհվելու դեպքում այդ չհայտարարեն ու հատուկ ունեն իրենց ջոկատում դա տղաները կապացուցեն, հատուկ խումբ ունեն, որը գալիս է դիակ տանելու։ Այսինքն այն ներքևի խումբը, որ այստեղ գտնվել է նրանց հետ, նրանք հենց դիակ տանողներն են, վիրավոր տանողներ են, որոնք Իրանք համոզված է, որ մերձեն լրը, սատկել են ստա, դա համար այդ խումբը բերում են։ Իսկ մենք միշտ պատրաստ ենք։ որոնք կրկնակի շատ են լինում եկածներից, իհարկե նրանք էլ են զինված, հա, նրանք էլ են զինված, իհարկե նրանք էլ են կռիվ տալիս, բայց նրանց հիմնական աշխատանքը ուրեմն մարտի դաշտում դիակ թողնելն է, որպես զինվոր, ես կարող եմ ասել, որ կեցեն նրանք, որ իրենց ընկերոջը մարտի դաշտում չեն թողում, բայց հենց այն փաստը, որ թաքցվում է նրանց մահվան մասին, խոսում է ոչ թե դա արվում է ասպետի զինվորի, ուրեմն տեսանցիվի, այլ արվում է, որպեսզի թաքցվի իրենց քանակական մեծ կորուստները, այդ թե ինչի է դա արվում։ Ու այդ ժամանակ այդպես ասած բլագարոտ Միքայելը արդեն կորցնում է իր ուրեմն ազնվականությունը, այդպես ասենք։ Այդքան բան